Կալիֆորնիան ասում է դեմքը բաց օրենքի ուժով, իսկ Թրամփի վարչակազմը առանց դիմակ նշանակում է թիրախավորված։ Դաշնայինները դատի են տվել նահանգին պնդելով, որ բաց դեմքը բացում է դուռը վտանգների առաջ։ Ներկայացուցիչների պալատը վերջապես սեղմեց այն կոճակը, որից ամիսներ շարունակ խուսափում էր իշխանությունը։ Էփստեյնի գաղտնի ֆայլերը պետք է բացվեն, մնում է հարցը՝ փաստաթղթերը կբացեն մուտանցիալը, թե նոր քաղաքական բեմադրություն կբերեն։ Միացյալ Նահանգները սառը պատերազմի բազայից սրբում է փոշին, թարմացնում, ընդլայնում եւ ուղղությունը Վենեսուելայի կողմը վերցնում։ Տեղակայված են ռազմանավեր, սուզանավեր ու ամերիկյան ներկայության նոր ճարտարապետություն։ ՄԱԿ անվտանգության խորհուրդը ընդունեց բանաձև, որը տալիս է կանաչ լույս Թրամփի ծրագրին Գազան բերել զրոյական կետ։ Ստեղծվում է անցումային խաղաղության խորհուրդ, որը պետք է ղեկավարի վերականգնումը, ապա ռազմականացումը եւ միջազգային ուժերի տեղակայումը։ ՖԵՄԱ-ի ղեկավարը հրաժարական տվեց փոթորիկների սեզոնին։ 6 ամիս պաշտոնում շարունակվող աղետներ, տասնյակ զոհեր եւ մի ղեկավար, որը չգիտեր, որ երկրում փոթորիկների սեզոն կա։ Թրամփի վարչակազմը պաշտոնապես մեկնարկում է FIFA Pass-ը, աշխարհի առաջնության այցելուների համար արագացված վիզային ռեժիմը։ Տոմսունես ցուցակում ժամադրությունդ առաջ կգա։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդ թիվ։ Ողջույն բոլորին, USR Media YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Ես Հարություն Մինասյանն եմ, կանխավ շնորհակալ եմ բոլոր նոր բաժանորդներին ալիքին միանալու եւ մեր մշտական լսարանին շարունակական աջակցության համար։ Սկսենք լուրերը։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դատական հայց է ներկայացրել Կալիֆորնիայի դեմ, վիճարկելով նահանգի նոր ընդունված օրենքները, որոնք արգելում են դաշնային գործակալներին ծառայողական գործողությունների ընթացքում ծածկել դեմքը եւ պարտադրում են նրանց տեսանելիորեն կրել ծառայողական նույնականացում, նույն ինքը բեյջեր։ Դաշնային կառավարությունը պնդում է, որ այս օրենքները վտանգում են գործակալների անվտանգությունը, որոնք վերջին շրջանում բախվում են նախադեպը չունեցող հետապնդումների, անձնական տվյալների հրապարակման եւ բռնության։ Վարչակազմը հայտարարել է, որ չի պատրաստվում ենթարկվել այդ պահանջներին։ Կալիֆորնիան առաջին նահանգն է, որը սեպտեմբերին նահանգապետ Գևին Նյուսոմի ստորագրությամբ սահմանել է արգելք, կանխելով տեղական եւ դաշնային իրավապահներին, ներառյալ միգրացիոն ծառայության գործակալներին, ծառայողական գործողության ընթացքում օգտագործել դիմակներ, որոնք ծածկում են դեմքը։ Օրենքը սակայն բացառություններ է սահմանում գաղտնի աշխատող գործակալների, ինչպես նաեւ բժշկական պաշտպանիչ միջոցների կամ հատուկ տակտիկական պաշտպանիչ պարագաների համար։ Օրենքը չի տարածվում նաեւ նահանգային ոստիկանության վրա։ Նախատեսված է, որ դաշնային կառույցները պետք է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը հաստատեն ծառայողական նույնականացման նոր կարգը, 2026 թվականի հուլիսի 1-ը ընդունեն դեմքի բաց լինելու պարտադիր կանոնակարգը։ Դաշնային հայցում նշվում է, որ եղել են մի քանի դեպքեր, երբ միգրացիոն ծառայության գործակալներին հետևել են, սպառնացել նրանց եւ ընտանիքներին։ Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտայի գրասենյակը հայտնել է, որ ուսումնասիրում է դաշնային կառավարության հայցը, հավելելով. Խնդիր է, երբ քաղաքացիները չեն կարող տարբերել դիմաց կանգնածի իրավապահ է, թե հանցագործ։ ՀԴԲ-ն արդեն զգուշացրել է, որ միգրացիոն ծառայության գործակալների կողմից ինքնության թաքցնելը նպաստել է կեղծ գործակալներով իրականացվող հանցագործությունների աճին, վտանգելով հասարակական անվտանգությունը եւ քայքայելով վստահությունը իրավապահների նկատմամբ։ Սելեստե Ռիվաս Հերնանդեսի մահվան շուրջ քննությունը նոր շրջադարձ է ստացել։ TMZ-ի հրապարակման ոստիկանությունն այժմ հնարավոր կասկածյալ է դիտարկում 20-ամյա R&B երգիչ D4VD-ին, իրական անունով Դեյվիդ Էնթոնի Բըրկ։ 15-ամյա աղջկա D-ն հայտնաբերել էին այս տարվա սեպտեմբերին Թեսլա Մակնիշի ավտոմեքենայի առջևի բեռնախցիկում։ Մեքենան երգիչինն էր։ Ռիվաս Հերնանդեսը կորել էր 2024 թվականի ապրիլից, երբ նա դեռևս 13 տարեկան էր։ Քննիչներն ուսումնասիրում են Բըրքի եւ դեռահասի հնարավոր հարաբերությունները, ինչը համարվում է գործի առանցքային հանգույց։ Սոցցանցերում շրջանառվող լուսանկարները ցույց են տալիս, որ երկուսն էլ ճանաչում էին միմյանց, իսկ աղջկա մայրը հայտնել է, որ Դեյվիդ անունով ընկեր ուներ։ Լոս Անջելեսի ոստիկանությունը պաշտոնապես չի հաստատում, որ երգիչը կասկածյալ է, սակայն մի քանի լրատվամիջոցներ հաղորդում են նույնը։ Քննիչները սեպտեմբերին խուզարկություն էին իրականացրել այն տան մեջ, որը Բըրքը ըստ հաղորդումների վարձում էր։ Նշվում է, որ մինչև այժմ նա համագործակցել է ոստիկանության հետ։ Քննությունը շարունակվում է։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել կարևոր մի օրինագծին, որը պարտադրում է արդարադատության նախարարությանը հրապարակել սեռական հանցագործ Ջեֆրի Էփստեյնի գործով
պետական բոլոր փաստաթղթերը։ Քվեարկությունը բացառիկ էր, հաշվի առնելով, որ ամիսներ շարունակ նախագիծը կանգնած էր նախագահի Դոնալդ Թրամփի եւ հանրապետական առաջնորդության դիմադրության ու հանրային պահանջի միջև։ Թրամփը կոչ էր արել կողմնակիցներին որևէ ուշադրություն չդարձնել խաբեության վրա, ինչպես նա էր բնորոշում հարցը, բայց Թրամփին եւ Մայք Ջոնսոնին չհաջողվեց կանգնեցնել գործընթացը։ Մեծացող ճնշման պայմաններում Թրամփը հիմա հայտարարում է, որ կստորագրի օրինագիծը, եթե այն անցնի նաեւ Սենատով։ Էփստեյնը, որը կապեր ուներ համաշխարհային քաղաքական եւ ֆինանսական շրջանակների հետ, 2019-ին ինքնասպան էր եղել Մանհեթենի բանտում անչափահասների նկատմամբ սեռական շահագործման եւ թրաֆիքինգի մեղադրանքով դատական ընթացքին սպասման ժամանակ։ Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովը արդեն հրապարակել է հազարավոր էջեր Էփստեյնի ունեցվածքից, արգրաված էլեկտրոնային նամակներից եւ փաստաթղթերից, որոնք ցույց են տալիս նրա կապերը գլոբալ ղեկավարների, Wall Street-ի ազդեցիկ գործարարների, քաղաքական ազդեցիկ դեմքեր, ինչպես նաեւ Թրամփի հետ։ Անգամ Մեծ Բրիտանիայում թագավոր Չարլզ III-ը իր սկանդալներով հայտնի եղբորը արքայազն Էնդրյուին զրկեց բոլոր պատվավոր տիտղոսներից ու դուրս հանեց իր նստավայրից։ Էփստեյնի հետ կապերի պատճառաբանությամբ իհարկե։ Թրամփը պնդում է, թե Էփստեյնի հետ կապերը խզել է տարիներ առաջ, բայց վերջին ամիսներին նա փորձել էր ցրել ուշադրություն այս թեմայից։ Վերջին ելույթներում նա լրագրողներին ասում էր, որ Էփստեյնը ավելի շատ կապված էր դեմոկրատների հետ եւ որ ինքը չի ուզում, որ Էփստեյնի ֆայլերը նվազեցնեն հանրապետական կուսակցության հաջողությունները։ Դեռևս պարզ չէ, որ Սենատը ինչպես է արձագանքելու այս քայլին։ Նախագահող հանրապետական Ջոն Թյունը նախկինում ասել էր, որ վստահում է արդարադատության նախարարությանը ինֆորմացիան հրապարակելու հարցում, բայց նախարարությունը Թրամփի օրոք հրապարակել է միայն այն, ինչը արդեն հայտնի էր։ Օրինագիծը պահանջում է 30 օրվա ընթացքում բացել բոլոր փաստաթղթերը, ներառյալ Էփստեյնի մահվան քննությունը բացառությամբ տվյալների, որոնք վերաբերում են զոհերին կամ ընթացիկ քննություններին։ Սպիտակ տանն այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ դե ֆակտո նաև ղեկավար Մոհամմեդ բին Սալմանին։ Սա Բին Սալմանի առաջին այցն էր Սպիտակ տուն ավելի քան 7 տարվա ընթացքում։ Այցի նպատակն էր ամրապնդել ռազմավարական եւ տնտեսական կապերը երկու երկրների միջև։ Հանդիպման ընթացքում Թրամփը պաշտպանում էր Բին Սալմանին Թուրքիայում 2018 թվականին լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված հարցին պատասխանելիս, ասելով, որ Սաուդյան թագաժառանգը ոչինչ չէր իմացել այդ գործողության մասին։ Այս հայտարարությունը իհարկե հակասում է Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունների 21 թվականին գաղտնազերծված եզրակացությանը, ըստ որի Բին Սալմանը հավանաբար անձամբ է հաստատել գործողությունը։ Սաուդյան իշխանության ներկայացուցիչը կրկին հայտարարել է, որ սպանությունը ցավոտ եւ հսկայական սխալ էր եւ որ թագավորությունը բարելավել է իր վերահսկող մեխանիզմները, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն։ Կողմերը քննարկել են անվտանգության համագործակցությունը, քաղաքացիական միջուկային ծրագրերը եւ խոշոր տնտեսական նախաձեռնությունները։ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պատրաստվում է ներդնել $600 միլիարդ ԱՄՆ տնտեսության մեջ, իսկ Բին Սալմանը նշել է, որ այդ գումարը կարող է հասնել մինչև 1 տրիլիոնի։ Միացյալ Նահանգները նաև Սաուդյան Արաբիային կմատակարարի F-35 մարտական ինքնաթիռներ փոխելով տարածաշրջանի ռազմական հաշվեկշիռը։ Նման մատակարարումները նախկինում հասանելի էին միայն Իսրայելին։ Քաղաքական վերլուծաբանները նկատում են, որ Թրամփի վարչակազմը Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կառուցում է առավել գործարքային տրամաբանությամբ, առանց մարդու իրավունքների ոլորտում հստակ պահանջների։ Հանդիպման ընթացքում երկու առաջնորդներն էլ շեշտել են, որ իրենց համագործակցությունը մոտ ապագայում նախատեսվում է ընդլայնել ներառյալ տեխնոլոգիական, էներգետիկ եւ ներդրումային ոլորտները։ ԱՄՆ զինված ուժերը արդիականացնում են Կարիբյան ծովում գտնվող Սառը պատերազմի ժամանակներից լքված ռազմածովային բազան։ Պաշտոնյաներն ու փորձագետներն ասում են, որ սա կարող է նշան լինել այն բանի, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է հնարավոր գործողությունների Վենեսուելայի ներսում։ Վարչակազմը ցանկանում է ցույց տալ, որ լատինաամերիկյան կարտելների նկատմամբ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության նշանակումը ունի հետևանքներ, այս դեպքում մահաբեր։ Սեպտեմբերի սկզբից Միացյալ Նահանգները իրականացրել է մոտ 20 հարված Կարիբյան եւ Խաղաղ օվկիանոսում գործող ենթադրյալ թմրանավերի դեմ։ Վերակառուցվող բազան գտնվում է Պուերտո Ռիկոյում, Ռուզվելտ Ռոդս Naval Base տարածքում, որտեղից ԱՄՆ ռազմածովային ուժերը դուրս էին եկել դեռևս 2004 թվականին։ Մինչև այդ ան եղել է աշխարհի ամենամեծ ամերիկյան ռազմածովային կայաններից մեկը։ Սեպտեմբերի 17-ին արված լուսանկարները ցույց են տալիս, որ տարածքում ակտիվ շինարարություն է ընթանում։ Աշխատանքային խմբերը մաքրում եւ նորոգում են թռիչքուղուն միացող ճանապարհները։ Բացի հենց բազայի արդիականացումից Միացյալ Նահանգները նաև կառուցում են նոր հնարավորություններ Պուերտո Ռիկոյի եւ ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիների քաղաքացիական օդանավակայաններում։
Այս երկու տարածքները Վենեսուելայից մոտ 500 մղոն հեռավորության վրա են։ Դոնալդ Թրամփը վերջերս ասել էր, որ վենեսուելական թմրանյութերի մեծ մասը գալիս է ծովով, բայց նրանց կկանգնեցնենք նաև ցամաքում։ ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով օգոստոսից սկսած Միացյալ Նահանգները տարածաշրջանը տեղակայել առնվազն 13 ռազմանավ, 5 օժանդակ նավ, 1 միջուկային սուզանավ։ Ներկայումս տարածաշրջանում մնում են նաև 8 ռազմանավ աջակցող նավերի հետ։ Թողարկման այս հատվածում թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր հավատարիմ գործընկերներին Գերիս Մամբս Բեքերին, Կոզանյան Meat and Liquor Market-ին եւ նորաբաց Cosmo Palace Restaurant and Banquet Hall-ին։ Շարունակենք լուրերը։ Գիտեք, որ կրթության նախարարությունը փակվելու գործառույթ է սկսել, այնպես որ ինչ-որ չափով այս լուրը նոր չէ, բայց նոր գործողություններ կան։ Հիմա նախարարությունն ամենամեծ դրամաշնորհային ծրագրերից մի քանիսը փոխանցում է այլ դաշնային կառույցների։ Այսօր հրապարակված փոփոխությունները մեծ քայլ են կրթության նախարարության ապամոնտաժման գործընթացում։ Նախարարության ստորագրած 6 նոր համաձայնագրերը մի քանի միլիարդ դոլարի ծրագրեր փաստացի տեղափոխում են այլ գերատեսչություններ։ Չնայած մեծամասամբ ծրագրերը տեղափոխվում են այլ գերատեսչություններ, նախարարությունը այդուամենայնիվ շարունակելու է վերահսկել 1.6 տրիլիոն դոլարի ուսանողական վարկերի պորտֆելը եւ հատուկ կրթության ֆինանսավորումը։ Քաղաքացիական իրավունքների գրասենյակը նույնպես մնում է տեղում։ Որտեղ են առհասարակ տեղափոխվում ծրագրերը։ Աշխատանքի նախարարություն, K-12 եւ բարձրագույն կրթության գրեթե բոլոր դրամաշնորհային ծրագրերը, ներառյալ Title 1-ը, ուսուցիչների վերապատրաստումը, անգլերենի ուսուցումը եւ տրիոն։ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը կվերահսկի ուսանող ծնողների աջակցություն, արտերկրյա բժշկական դպրոցների հավատարմագրումը։ Պետդեպարտամենտը օտար լեզուների ծրագրերը։ Ներքին գործերի նախարարությանն է փոխանցվել բնիկ ամերիկացիների կրթական ծրագրերը։ Պաշտոնյաների խոսքով սա արմատական քայլ է ապացուցելու, որ Միացյալ Նահանգների կրթական համակարգը կարող է գործել նույնիսկ առանց կրթության նախարարության։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քվեարկել է եւ ընդունել ԱՄՆ-ի կողմից ներկայացված այն բանաձևը, որը աջակցում է նախագահ Դոնալդ Թրամփի Գազայում պատերազմը ավարտելու ծրագրին։ Բանաձևը սահմանում է, որ անդամ պետությունները կարող են մասնակցել Թրամփի նախագահությամբ ստեղծվելիք խաղաղության խորհրդի աշխատանքներին, որը նախանշվում է որպես անցումային կառույց։ Այն վերահսկելու է Գազայի վերականգնման եւ տնտեսական վերականգնման գործընթացը։ Բանաձևը նաեւ լիազորում է միջազգային կայունացման ուժի տեղակայումը, որը պետք է զբաղվի Գազայի ապառազմականացման գործընթացով։ Իսրայելն ու Պաղեստինյան Համաս խմբավորումը նախորդ ամիս համաձայնել էին Թրամփի 20 կետանոց ծրագրի առաջին փուլի իրականացմանը։ Այժմ ՄԱԿ-ի բանաձևը դիտարկվում է որպես կարևոր քայլ անցումային կառավարման մարմնին միջազգային լեգիտիմություն տալու եւ այն երկրներին վստահեցնելու համար, որոնք քննարկում են Գազա զորք ուղարկելու հարցը։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցն ասել է. Այս բանաձևը նախանշում է հնարավոր ճանապարհ Պաղեստինյան ինքնորոշման համար, այն բանից հետո, երբ Պաղեստինյան իշխանությունը ավարտի անհրաժեշտ բարեփոխումները։ Այնտեղ, որտեղ հրթիռները պետք է զիջեն իրենց տեղը զիթելու ճյուղերին եւ իրական հնարավորություն լինի քաղաքական տեսլականի շուրջ համաձայնության հասնելու։ Բանաձևը կազմաքանդում է Համասի վերահսկողությունը, ապահովելով, որ Գազան ազատվի ահաբեկչության ստվերից, դառնա զարգացող ու անվտանգ տարածք։ Համասը իր հայտարարությամբ կրկին շեշտել է, որ մտադիր չէ զինաթափվել։ Ռուսաստանը, որը անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունի, նախորդ ակնարկում էր, որ կարող է դեմ լինել բանաձևին, սակայն քվեարկության ժամանակ Չինաստանի հետ ձեռնպահ մնաց։ Պաղեստինյան իշխանությունը ողջունել է բանաձևը եւ հայտարարել, որ պատրաստ է մասնակցել դրա իրականացմանը։ Թրամփը քվեարկության արդյունքը որակել է իրական պատմական նշանակության պահ, հրապարակելով գրառում սոցիալական ցանցերում։ Նա նշել է, որ խորհրդի անդամների անունները եւ այլ հետաքրքիր հայտարարություններ կհրապարակվեն առաջիկա շաբաթներին։ Բանաձևը դարձել է վիճահարույց Իսրայելում, քանի որ այն հղում է անում ապագա Պաղեստինյան պետության հնարավոր ստեղծմանը։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է դեմ լինել Պաղեստինյան պետության ստեղծմանը։ Դաշնային արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ՖՄ-ի գործադիր ղեկավարի պաշտոնակատարը հրաժարական է տվել։ Դեյվիդ Ռիչարդսոնը հեռանում է ընդամենը 6 ամիս պաշտոնավարելուց հետո բավականին խառը եւ քննադատությունների ժամանակահատվածում եւ հատկապես այն փուլում, երբ Ատլանտյան օվկիանոսի փոթորիկների սեզոնը դեռ ամբողջ ուժով շարունակվում է։ Նա արդեն երկրորդ ՖՄ-ի ղեկավարն է, որը մայիսից սկսած կամ հեռացվել է կամ հեռացել։ Ռիչարդսոնը հեռանում է մի շարք քննադատությունների ֆոնին։ Հուլիսին Տեքսասի մահաբեր ջրհեղեղների ժամանակ, երբ զոհվեց 130 մարդ, նրա պահվածքը չափազանց անտարբեր է թվացել։ Իսկ ավելի վաղ հունիսին նա աշխատակազմին ասել էր, որ տեղյակ չէր, որ երկրում ընդհանրապես կա փոթորիկների սեզոն։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության խոսնակն անցումային ղեկավարի հեռանալու մասին առայժմ որևէ բացատրություն չի տվել։
Թրամփի վարչակազմը հայտարարել է նոր նախաձեռնության մասին, որը նախատեսված է ամենայնիվ սպասվող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության այցելուների համար։ Նախաձեռնությունը կոչվում է FIFA Pass։ Այն հնարավորություն է տալիս աշխարհի առաջնության տոմսեր ձեռք բերած այցելուներին ստանալ արագացված վիզայի հարցազրույցի ժամանակացույց։ FIFA-ի նախագահ Ջյանի Ինֆանտինոն է Սպիտակ տանը հանդիպել Թրամփին համակարգը ներկայացնելու նպատակով։ Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ վարչակազմը աշխարհի տարբեր երկրներ է ուղարկել ավելի քան լրացուցիչ 400 հյուպատոսական աշխատակից մեծ սպասարկման պահանջարկը բավարարելու համար։ Նրա խոսքով աշխարհի մոտ 80% դեսպանություններում ԱՄՆ մեկնելու համար վիզայի հարցազրույցի օր ստանալը հնարավոր է 60 օրվա ընթացքում։ Նոր համակարգով FIFA-ի պաշտոնական տոմս ունեցող այցելուները կօգտվեն հատուկ FIFA-ի պորտալից, որը կօգնի նրանց դիմումներն ու հարցազրույցները տեղափոխել հերթի վերին հատված։ Մենք կիրականացնենք նույն ստուգումները, ինչը բոլորի համար ենք իրականացնում, տարբերությունն այն է լինելու, որ նրանց հերթը պարզապես առաջ է մղվելու։ Աշխարհի առաջնության ժամանակ նախատեսվում է անցկացնել 104 խաղ Կանադայում, Մեքսիկայում և Միացյալ Նահանգներում։ Թրամփը առաջնության հաջողությունը հռչակել է պետական առաջնահերթություն, իսկ Ինֆանտինոն վերջին ամիսներին հաճախ է այցելում Սպիտակ տուն, նախապատրաստվելով նաև դեկտեմբերի 5-ին կայանալիք խմբերի վիճակահանությանը։ Թրամփը կրկին հիշատակել է այն հնարավորությունը, որ աշխարհի առաջնության խաղերից մի քանիսը կարող են անգամ տեղափոխվել այլ քաղաքներ, եթե նա վտանգավոր համարի ընտրված վայրերից մեկը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Սիեթլին, որն ունի ապաստանի քաղաքակարգավիճակ։ Նախկինում էլ մատնանշել էր Լոս Անջելեսը։ Սիեթլը ԱՄՆ 11 հյուրընկալ քաղաքներից մեկն է։ Եթե մտածենք, որ կարող է որևէ վտանգ լինել, ես կընդունեմ առաջարկ այդ խաղը տեղափոխել մեկ այլ քաղաք, ասել է Թրամփը։ Ինֆանտինոն օրինակ խուսափել է ուղիղ պատասխանից, նշելով, որ անվտանգությունն ու պաշտպանությունն է աշխարհի առաջնության առաջին պայմանը, ընդգծելով, որ վաճառված տոմսերի քանակն էլ վկայում է, որ մարդիկ վստահում են Միացյալ Նահանգներին։ Այսօրվա համար այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։